հենց դա է եղել գաղափարախոսության հիմքում, որպեսզի ավելի սերտ կապերը պահպանվեն հայերի միջև։ Հիմա այդ տենդենսը փոխվել է հստակ, որովհետև կա որակի վերահսկման մեխանիզմներ։ Թողներ են բոլորը, բայց եվրոպական իրավորակով ավելի լավն է։ Մինչև դուր առաքման կտորը լոգիստիկայի մեջ ամենաերևի թանկ կտորներից է։ Մեր տեխնոլոգիական լուծումներով իրանք կարողանում են հետևել իրենց բեռին։ Շատ լուրջ մեխանիզմները այլևս Չինաստանը կիրառում իր ներքին շուկայի համար։ Ավելի շատ մարդիկ տեղեկացված լինեն, թե Յան լոգիստիկը իրենց ինչ է ներկայացնում։ Արտադրանքի տեսանկյունից, այսինքն թե որտեղից է վաճառվում, այդ մի քիչ ուրիշ բան է։ Ողջույն բոլորին, դուք միացել եք Իլոջի ոդկասթի հերթական էպիզոդին։ Մեր հաղորդումը թեմատիկ հանդիպումների շարք է նվիրված լոգիստիկայի եւ էլեկտրոնային առևտրի ոլորտներին։ Միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ոլորտի նորությունները։ Այսօր մեր հյուրն է Yan Logistics ընկերության գործադիր տնօրեն Արսեն Ազոյանը։ Արսեն ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ես լրացուցիչ նշեմ մեր լսարանի համար, որ Yan Logistics-ը հանդիսացել է 25 թվականի Ilogy Fest-ի տաղավարային մասնակիցներից, ինչի համար եւս Արսեն ջան շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեր միջոցառմանը, մասը կազմեցիք, եւ հիմա կուզեմ մի փոքր խոսենք ընդհանուր ձեր ընկերության մասին, այս կշարունակենք ավանդույթները ներկայացնելու այս ոլորտի ներկայացնող ընկերություններին։ Եվ հիմա ձեզ կխնդրեմ մի փոքր մեզ պատմեք Yan Logistics-ի մասին, ինչով է զբաղվում ընկերությունը, ինչ առանձնահատկություններ ունեք շուկայում, ինչ ծառայություններ եք մատուցում, որպեսզի լսարանը ավելի հստակ պատկերացնի, թե կոնկրետ ինչ ծառայություններից, բեռնափոխադրման ինչ ծառայություններից օգտվելու ժամանակ մասնավորապես ձեզ դիմեն։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես էլ եմ ողջունում բոլորին, ձեր լսարանին, մեզ հետևողներին։ Մի փոքր ներկայացնեմ մեր ընկերությունը։ Մեր ընկերությունը հիմնադրվել է Գարիկ Ազոյանի կողմից, որը համարվում է հիմնադիր տնօրենը, դեռևս 2019 թվականին։ Անցած ճանապարհը բոլորովին զրոյական կետից սկսել է Գարիկը ստեղծել ֆիրման, չունենալով աշխատակազմ, չունենալով ռեսուրսներ, ինչ-որ լուրջ ֆինանսական ներդրումներ, չնչին գումարից մոտավորապես 100 եվրոյով ինքը սկսել է իր ֆիրման ստեղծել եւ ունեցել է մի մեծ գաղափար ստեղծել այնպիսի ծառայություն, որը ավելի կհեշտացնի մեր հայերի կյանքը, ավելի պրակտիկ կդառնա ապրանքների տեսանկյունից։ Այսօր արդեն ֆիրման ունի գրեթե 24 աշխատակից, թե Եվրոպայում, թե Հայաստանում, իրար հետ միասին վերցված։ Ունենք on-line հարթակ, որից օգտվում են շատ մարդիկ, փորձում ենք ավելի կատարելագործել թե բեռնափոխադրումները, թե on-line հարթակը, որպեսզի ավելի մատչելի լինի բոլորի համար։ Ընկերությունը նաև ունի գաղափարական փիլիսոփայություն, որպեսզի ավելի մոտ դարձնի մեր սփյուռքի հայերին Հայաստանի հայերի հետ, այսինքն բարեկամական կապերը ավելի զարգացնելու նպատակ ունենք մենք։ Ի սկզբանե, երբ որ մեր հիմնադիր տնօրենը ստեղծում էր այս ֆիրման, հենց դա է եղել գաղափարախոսության հիմքում, որպեսզի ավելի սերտ կապերը պահպանվեն հայերի միջև եւ այս հեռավորությունը չլինի խոչընդոտ դրա համար։ Եվ փորձում ենք ավելի զարգացնել այդ ամեն ինչը, ինչպես նաև շատ հայրենասիրական քայլեր կան արված եւ արվում են, կան շատ տարիֆներ, զեղչային համակարգեր, պատերազմի մասնակցած մեր հայրենակիցների համար, զոհված մեր հայրենակիցների ընտանիքների համար, ինչպես նաև անբարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցներին մենք ունենք սահմանված զեղչային համակարգեր, որից օգտվում են։ Երևի թե այսքանը մեր ընկերության մասին, ընդհանուր հարցերի ընթացքում ավելի կպարզաբանեմ։ Շատ հետաքրքիր բան ասացիք,
ստացվում է սոցիալական պատասխանատվության կտորը ձեր ընկերության այդ մասով եք ապահովում, ուրախ եմ լսել, իրականում հաճախ չեմ հանդիպում կամ չէ, եթե ավելի ասեմ, հիմա մտածում եմ էլի ընթացքում, ոնց որ արձագանքեցի ու սկսեցի մտածել, համենայն դեպս չեմ հիշում, որ հանդիպած լինեմ լոգիստիկ ծառայություն մատուցող, բեռնափոխադրման ծառայություն մատուցող ընկերություն, ով նման համակարգ ունի ներդրած ու այդ զեղչային համակարգը գործում է ոչ թե մարքեթինգային նպատակներով, այլ հանրօգուտ ոնց որ նպատակներով, ուրախ եմ լսել, հետաքրքիր ինֆորմացիայով կիսվեցիք։ Պատմեցիք պրոդուկտների մասին, Հայաստան-Սփյուռք կապը, դա էլ պատկերացնում հասկանում եմ ոնց որ ուղիներով է էլի տեղի ունենում։ Մի փոքր կուզեմ հիմա ավելի մասնավոր խոսենք on-line առևտրի հետ համակցված բեռնափոխադրման ձեր ծառայության մասին։ Այսինքն մի փոքր այդ մասին պատմեք։ Հասկանում եմ, որ ավելի այդ product-ը ավելի ակտիվ ներկայացրեցիք հենց Elogifest 25-ի ժամանակ, բայց հիմա մի փոքր մանրամասն որտեղ են պահեստները, ոնց որ շուկաների հետ եք աշխատում, որ հարթակներն եք խթանում, ինչ գործընկերային կապեր կան։ Մի խոսքով, մի փոքր այդ մասը պատմեք, այդպես կարծում եմ նաև լսարանի միջոցով ձեր հենց օգտատերերի թիվն էլ մեծանալու հնարավորություն կունենա, ինչի՞ չէ։ Շատ լավ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Expo-ի համար, որովհետև շատ մեծ ներկայացուցչական խթան հանդիսացավ, որովհետև շատ այցելուներ, ովքեր մոտենում էին մեր տաղավարին, չէին ճանաչում մեզ, ծանոթանում էին, ասում էին, թե ինչ գեղեցիկ անուն ունենք, որովհետև Յան դա ինձ թվում է շատ խոսուն է ինքնին, ինքը ըստ ինձ բրենդ է, որովհետև ուր էլ գնաց Յանը դա արդեն խորհրդանշում է, որ հայկական կարա լինի։ Ուրիշ անուններ կարող է չհասկանան, հայերենը, ասենք հայերեն ինչ-որ անուն դրված լինի, օտար երկրացին կարդա չհասկանա, բայց թեկուզ անգլերեն տառերով գրված Յանը, բոլորն էլ միանգամից ինձ թվում է 99%-ը հասկանում են, որ դա կլինի հայկականը եւ դա հենց մեր հիմնադիր տնօրենի ամենամեծ ինձ թվում է ըստ ինձ քայլն է եղել, որ անունը որոշելուց Յանա անվանակոչ է, Յան լոգիստիկ։ Եվ տաղավարին մոտենալով ասում են, ինչ գեղեցիկ անուն ունեք, ինչ հնչեղա ու գեղեցիկ էր իրականում պատրաստված ինքը բոլորը դա ֆիքսել էին եւ հարցնում էին, թե քանի տարի եք դուք շուկայում եւ ոնց է որ մենք չենք իմացել եւ դրա համար շատ շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքի համար, ձեր բոլոր աշխատակազմի համար, որովհետեւ ես տեսնում եմ թե ոնց են ամբողջ այդ 3 օրերի ընթացքում քրտնաջան աշխատանք։ Մենք շատ ենք ուզում, որ բոլորի համար, բոլոր մասնակիցները հիմա որ ասում եք, էլի ուրախ եմ լսել, որ այսինքն կար ինչ-որ պայմանական որևէ բաց, որ դուք զգացել եք, որ բիզնեսի մեջ կա, եկել եք այդտեղ ստացվել է լրացնել, ես շատ ուրախ եմ, որ նման կոնվերսիա է ունեցել, այսպես ասած, ձեր մասնակցությունը։ Այո, ունեցել է եւ այդ իսկ պատճառով երբ հրավերը ստացանք, մենք անխոս ասացինք, որ անպայման պետք է գանք եւ հարցազրույցին ներկա լինենք։ Եվ այդ հենց Expo-ի ժամանակ, երբ որ մոտենում էին, մենք փորձում էինք ներկայացնել թե մեր ընկերությունը, թե գործունեությունը, թե on-line հարթակը։ Իրականում գիտեք, on-line առևտրի հարթակը ինքը երբ որ արդեն ներդրվել է Հայաստանում, դեռ այն ժամանակ դա երևի 5 տարվա պատմություն ունի, 4-5 տարվա, այն ժամանակ դեռ այսպիսի զարգացում չուներ, հա, այդ on-line առևտուրը դեռ մարդիկ ծանոթ չէին, հա, 1-2 ֆիրմաներ կային, որ որոշ զանգված փորձում էր on-line առևտրով զբաղվել, բայց ժամանակին մեր տնօրինությունը ֆիրմայի հասկացավ, որ աշխարհը գնում է դեպի on-line առևտրի եւ փորձեց իր քայլը անել։ Եվ ընդհանրապես այդ կողմից մեր հիմնադիր տնօրենը այդ կողմից ինքը միշտ փորձում է եւ շուկային համահունչ քայլել եւ դեռ մի բաներ ուզում է առաջ։ Եվ դա ինչ որտեղ նաեւ ստացվում է, որովհետեւ կոնկրետ on-line հարթակը, երբ որ ստեղծվել է, ինքն էլ է մեծ խթան հանդիսացել, որ Հայաստանում մարդիկ սկսեն ավելի
ինտենսիվ նայել on-line առևտրին եւ փորձեն առևտուրը կազմակերպել այդպես, որովհետեւ եղել են այդ ժամանակ ընկերություններ, որոնք հա Ռուսաստան կամ Չինաստան կամ այդ կողմերի վրային հա առևտուրը կատարվել, իսկ մեր պրոդուկտը ավելի եվրոպական էր եւ առաջարկվողը եվրոպական ապրանքներ, ինչը ինձ թվում է որակապես տարբերվում է թե միանշանակ Չինաստանից թե Ռուսաստանից, անկեղծ թողնել են բոլորը, բայց եվրոպական իր որակով ավելի լավն է ըստ ինձ։ Ամենայն դեպս, երբ որ ստեղծվել է հարթակը, մեր հաճախորդներին մնացել է մենակ մենք մեր ծանոթացնելու իրավիճակները, այսինքն մենք փորձել ենք ծանոթացնենք, թե ոնց գրանցվեն, ոնց անցնեն այդ հարցերը, որպեսզի կարողանան ավելի հեշտ առևտուր անեն, այսինքն կատարվում է այսպես գրանցումը տեղի է ունենում եւ մենք էքսպոյի ժամանակ մեր ովքեր մոտենում են եւ ուզում էին գրանցվել, փորձում էինք օգնում էինք եւ գրանցվելուց հետո բացատրում ենք, թե ոնց է կատարվում առևտուրը։ Ունենք մեր սոցիալական էջերը, որտեղ վիդեոները տեղադրված են եւ մեր հաղորդումը դիտողները կարող են շատ հանգիստ Facebook-ի կամ Instagram-ի մեր էջը որոնեն մենք կդնենք հղումը էջերի ձեր երբ արդեն գրանցումը անցնելուց հետո հավատացեք միգուցե ի սկզբանե շատ բարդ թվա թե ոնց են անելու, ոնց են գրանցվելու, բայց թվում է ցանկացած այդպիսի առևտրով զբաղվող կազմակերպությունների էջերը երբ որ մտնում ես, ի սկզբանե քեզ թվում է, որ դժվար է։ Երկար process է, բայց բարձ է։ Քեզ հետաքրքիր է, որովհետև հավատացեք կան շատ մարդիկ, որոնք on-line գնումներով են զբաղված եւ իրենց տան ամբողջ տեխնիկան կրնի, թե գույքը կրնի պատվիրում են հենց մեր էջերի միջոցով, որովհետև եվրոպական շատ խանութներ կան, որ ուղղակի պարզապես գրանցվում են գնումը մտնում են տվյալ խանութի էջը, գնումները կատարում են, այնտեղ երկու հասցե ենք մենք տրամադրում, հասցեները դնում են եւ այդ տվյալ խանութից առաքվում է մեր պահեստ, հիմնականում Համբուրգում գտնվող պահեստը։ Հա, այդ մասը կասեք, որ քաղաքներում երկրներ էլ չէ, հիմնականը կենտրոնացած է Համբուրգում, ես ավելի շատ Համբուրգը կարող եմ նշել, որովհետև հիմնականը ճիշտ է նախատեսում ենք ավելի ընդլայնել, զարգացնել մեր պահեստները, բայց այս պահին միայն Համբուրգի մասին կարող եմ ասել, որտեղ ավելի առաջնայինը մեր Համբուրգի պահեստն է եւ on-line գնումներն էլ տեղի ունենում մեր Համբուրգի պահեստի միջոցով, այսինքն առաքվում է Համբուրգի պահեստը, որ պահեստավորվում է եւ հետո անվնաս հասցվում է մեր թիմի միջոցով հասցվում է Հայաստան եւ եթե պետքա մենք հասցնում ենք հենց պատվիրողի տուն, այսինքն մեր ծառայությունը, այո, մենք ամբողջական լուծում ենք տալի լոգիստիկային, թե բեռնափոխադրում, այսինքն ծանոթների առումով թե on-line-ի առումով, ասենց ասեմ, եթե մեր հայրենակիցները ուզում են ծանոթ ուղարկել Հայաստանում իրենց հարազատներին, մեր աշխատակիցը գնում է իրենց հասցեն, իրենց տուն, վերցնում է ապրանքը, բերում է պահեստավորվում է եւ հետո արդեն ուղարկվում է Հայաստան, այստեղ մեր թիմով ամբողջ գործողություն անում ենք, բերում ենք մեր պահեստից արդեն տանում ենք իրենց հասցեն, լինի Երևանում, լինի Գյումրիում, Արտիկում, եթե հասցեն նշված է, մենք տանում ենք մինչև դուր, այսինքն այդ ամբողջական լուծումը մենք տալիս ենք եւ այսօր հենց թեկուզ Արտիկում ինչ որ մի գյուղում նստած մարդ, եթե հարազատը իրան ուղարկում է, ինքը կարիքը չունի վերկենա գա Երևան հասնի, որպեսզի իր ծանոթը վեկալի, այսինքն ծանոթը արդեն հասնում է իր մոտ մեր թիմի միջոցով։ Բա այդ գնային ինչ արժի։ Ինչ արժին ավելի շատ ոչ թե գինն եմ ուզում ասեք, այլ հասկանում եմ, որ նույն հենց այդ մինչև դուր առաքման կտորը լոգիստիկայի մեջ ամենաերևի թանկ կտորներից է, էլի, եթե ոչ ամենաթանկը։ Հիմա գնային այդ մրցակցային դաշտում ոնց եք տեսեք գնային հարցերը նախ նշեմ on-line հարթակի մասին, որ շուկայում ամենամատչելին է, քանի որ ովքեր որ զբաղվում են եվրոպական ապրանք են պատվիրում, եթե մտնեն եւ ուսումնասիրեն տարբեր կայքեր եւ մերը, կտեսնեն, որ իրավացի եմ ես, որովհետեւ
1 կիլոն մենք բերում ենք 4-5 եվրոյի սահմաններում, իսկ տոն օրերին, ամանորյա օրերին մենք ունեցանք ակցիա, 3.5 եվրոյից սկսած կիլոն մենք ապրանքներ էինք վերցնում եւ այդ ապրանքները արդեն որոշները հասել են, որոշները ճանապարհին են, այսինքն մարդիկ, որոնք տեղեկացված են եղել, իրենց ամանորյա նվերները եվրոպական խանութներից էժան եւ որակով կբերեն եւ իրենց երեխաներին, թե մայրերին, թե քույրերին կնվիրեն։ Ինչ վերաբերում է առաքման ծառայություններին, այդ ամբողջը կատարվում է համապարփակ ձևով, այսինքն երբ որ մենք գինը սահմանում ենք 4 եվրո կամ 5 եվրո կիլոգրամի ակցիաների շրջանակներում յուրաքանչյուր ծանոթ, յուրաքանչյուր անձ անհատական մոտեցում ունի մեզ մոտ, այսինքն անհատապես բոլորին անհատական մոտեցում են ցույց տալի եւ գները ըստ այդմ սահմանվում են։ Բնականաբար առաքումներ իրանից ենթադրում է արժեքներ։ Հիմա կոնկրետ արժեքները, եթե մեր լսարանին, ձեր լսարանին բոլորին կհետաքրքրի, ելի եմ կրկնում, մեր էջերում դրված են մեր հեռախոսահամարները, դրված են մեր պայմանները ամբողջ, թե ոնց գրանցվեն on-line հարթակում, թե մեր օֆիսը, որտեղ մենք աշխատում ենք, ինչպես կարող են մոտենալ, գտնել։ Կարող են գալ այնտեղից էլ պատվերը վերցնել։ Մենք աշխատում ենք ամեն օր կիրակի եւ երկուշաբթի օրերին հանգիստ ենք ունենում, եթե բեր չենք ունենում, եթե մեր ծառայողները արդեն այդ ժամանակ են հասնում, բնականաբար այդ օրերին մենք աշխատում ենք։ Այս դեկտեմբեր ամիսը երևի թե մենք ամեն օր աշխատելու ենք, քանի որ մեր հայրենակիցները պատրաստում են ամանորին եւ բերները շատ են, ծառայողները շատ են, այդ ժամանակին պետք է մարդկանց հարցնենք, որպեսզի իրենք կարողանան իրենց նվերները Այդ ծավալների հետ իմիջայլոց ոնց է թիմը, այսինքն տարվա ընթացքում կա ինչ-որ հստակ ավելի սպասելի չէ ծավալներ, մեկ էլ դեկտեմբերի այդ մեծականակ պատվերներն են սկսում, թիմը պատրաստ է լինում, թե ստրեսը շատ է լինում թիմում, ու ոնց եք հանգստացնում, ոնց եք կարգավորում այդ լարված շրջանը, այս լարված շրջանը։ Բնականաբար ծավալները դեկտեմբեր ամսին ավելի մեծ են, ինձ թվում է շատ ոլորտներում դեկտեմբեր ամիսը մի քիչ ավելի աշխատանքային ամիս է համարվում, մեր թվում եւ մեր մոտ բնականաբար թիմը պատրաստ է, քանի որ դեք ոնց մենք մեր կադրային քաղաքականությունը, մի փոքր ասեմ, մեր հիմնադիր տնօրենը ոնց է կառուցել իր կոլեկտիվը, իր աշխատակազմը, յան լոգիստիկը մի ընտանիք է, որտեղ բոլորը ընտանիքի անդամներ են եւ առաջնահերթությունը գործի ընդունելուց, աշխատանքի ընդունելուց տալիս ենք մարդկային նայում ենք մարդկային արժեքները, հատկանիշները, որովհետեւ գիտեք պրոֆեսիոնալիզմը աշխատանքը արդեն ընթացքում թե մեր հիմնադիր տնօրենը թե մենք կսովորացնենք կլինի, բայց մարդկայինը պետք է լինի առաջնայինը եւ աշխատակիցները այդ վերաբերմունքը տեսնելով իրենք միշտ պատրաստ են փոխադարձ, այո, իրանք պատրաստ են, որովհետեւ գիտեք ոնց իրենք երբ որ տեսնում են, որ տնօրենը կամ իրենց հիմնադիր տնօրենը չի վախենում եւ բաց ճակատով գնում է խոչընդոտների ընդառաջ, իրենք էլ արդեն փորձում են հետևել այդ օրինակին, հետ չմնալ, այսպես ասած, եւ ընդհակառակը դեկտեմբերը մեզ մոտ ամանորյա է եւ մեր աշխատակազմն է ուրախ, զվարթ կատարում է իր աշխատանքը ավելի մեծ սիրով, քանի որ մենք հասկանում ենք, որ շատ-շատերը սպասում են իրենց նվերներին, ավելի պատասխանատու շրջան է, տնօրենը սպասում է, որ իր երեխաների նվերները պետք է գա եւ ամանորյա նվերները տա, վերջը հարազատությանը նվերները ուղարկե եւ բոլորը սրտադրող սպասում են on-line հարթակում գնումներ կատարողներն սպասում են իրենց պատվերներին, որպեսզի չգիտեմ, միգուցե
լավ հագուստ են պատվիրել եւ ինչ որ առիթ ունեն եւ պետք է այդ հագուստը Հենց ամանորյա գիշերվա համար, չէ՞։ Այո։ Երանդով process-ի մեջ եք։ Գիտեք նոր ուղակի ինչ էի մտածում այս ընթացքում, որ պատմեցիք ոնց է ճանապարհը հենց on-line գնումների հետ աշխատանքի եղել, քանի տարի առաջ, այն ժամանակ, որ եվրոպական ապրանքները ու որակի մասին ոնց որ խոսեցինք ու կա այդ մյուս հակադիր այսպես ասած շուկան չէ, հատկապես չինական, եթե կտորը վերցնենք արտադրանքի տեսանկյունից, այսինքն թե որտեղից է վաճառվում, այդ մի քիչ ուրիշ բանը։ Ինչ եք կարծում, հիմա էլ դեռ եվրոպական արտադրանքը իր որակը պահպանել է, այսինքն կա արտադրանք, որ հենց Եվրոպայում է արտադրվում, մենք գիտենք, որ ձեռք ենք բերում, այսինքն դա կարողանակ չգիտեմ, տեխնիկային վերաբերի եւ այլն, որը ներմուծված չի Եվրոպա, Չինաստանից եւ Եվրոպայից չի վաճառում, այսինքն կա հենց ձեր պրակտիկայում էլ, այսինքն տեսնում եք, որ կա հենց եվրոպական արտադրանք, որը որ ձեր հաճախորդները պատվիրում են ու դուք էլ ինչքան առնչվում եք, տեսնում եք, որ հա իսկապես որակը անհամեմատելի է։ Գիտեք, բոլորովին վերջերս ապրանքներ, երբ որ ստացանք, ես տեսա, որ բավականի տեխնիկա է եկել, սառնարան, նվազքի մեքենա, ջեռոց, կենցաղային եւ այդ բոլորը գնվել էր on-line հարթակում եւ տվյալ անձի հետ, երբ որ ես արդեն ինքը եկել էր մեզ մոտ, որպեսզի իր ապրանքները տաներ, երբ որ մենք զրուցեցինք, ինքը ասեց, գիտեք, ես ինչքան գումարել, որ ծախսել եմ, վճարել եմ այս ամեն ինչի համար, թե բեռնափոխադրման համար, թե այնտեղ խանութի արժեքները վճարել եմ ու լավ որակի ապրանքներ էր, ֆիրմեն չասեմ, եթե գովազ չանեմ, ինքը շատ լավ ու բնականաբար մենք մեր հաճախորդների հետ միասին ստուգում ենք ապրանքը, որովհետև վերջը ճանապարհ է գալի, ստուգում ենք, որպեսզի խնդիր չլինի, ես ստուգեցինք, ամբողջը շատ իդեալական վիճակում էր, ինքը ինձ ասեց, գիտեք, ասեց, ես այսքան գումարներ վճարել եմ, բայց գիտեմ, որ եվրոպական է, որակապես ինքը հաստատ տարբերվում է, եթե ես այս նույն բանը գնեի Հայաստանում, ես կրկնակի անգամ շատ պետք է վճարել, որտեղ տվյալ ֆիրմայի արտադրանքը, եթե ես առնեի հայաստանյան խանութներում, թեկուզ ամանորյա զեղչերով, թեկուզ չգիտեմ, մարտի 8-ի զեղչերով, ավելի շատ է տալու ու դրա հետ մեկտեղ, ճիշտն ասած, ես չգիտեմ, շատ ամոթալի բան է, բայց Հայաստանի շուկայի հանդեպ ինքը ասեց, որ մենք վստահ չենք, դա այդ իրանց մատուցած ապրանքը, որ ես գնեի ինքն էր, օրիգինալն էր, թե ոչ։ Իսկ այսպես իրանք վստահ են, որ եթե Եվրոպայից են գնել, ուրեմն դա հենց այդ ֆիրման է եւ իրենք կարող են հանգիստ լինել, որ 10 տարի, 20 տարի, 30 տարի իրենց ծառայելու է։ Այդ առումով ինձ թվում է, եթե գնում են մարդիկ, ուրեմն իրենք համոզված են, որ ընդեղի արտադրանքը որակապես մնայուն է, ձեր հարցին պատասխանելով, համոզված են, որ եթե ընդեղից գնեն, ուրեմն երկար է ծառայելու։ Ճիշտ ասած, չգիտեմ ինչքանով, բայց դա էր նա պատասխանը, օրինակով ուղղակի դա բերեցի, որպեսզի շատ լավ օրինակ էր, որ ասացիք, որովհետև ցավոք կա այդ խնդիրը, որ ապրանքները, որոնք առհասարակ արտահանվում են վերջին շրջանում Չինաստանից, հենց վերջերս դրսում գործընկեր ունեմ, եվրոպական այս ոլորտի կառույցներից մեկի ղեկավարն է ինքը, ու հենց մեր ոնց որ Գալիք Էքսպոյի հետ կապված տարբեր քննարկումներ ունեինք, այդ շրջանակում տենց զրույցը էլի գնաց ավտոմատ էլեկտրոնային առևտրի մասին էլ, որովհետև այսօր շատ մեծ աճիկոր գրանցող ոնց որ ոլորտ է դարձել ու բոլորի ուշադրության կենտրոնում է, ու ինքը ինձ ասեց, գիտես, ասեց, որակի վերահսկողության շատ լուրջ մեխանիզմները այլևս Չինաստանը կիրառում իր ներքին շուկայի համար, ինչը չի կիրառում արդեն արտաքին շուկայի համար, այսինքն տեղերով փոխվել են։ Առաջ ասեց ապրանքը ու դե բոլորս էլ հիշում ենք, իմ հարցը հենց նաև դրանից եկավ, առաջ մենք վստահ ենք, որ չինական արտադրանքը անգամ
որը արտահանվել է Եվրոպական Միացյալ Նահանգներ, ավելի ապահով է այդ նույն արտադրանքը գնել այնտեղից, քան հենց Չինաստանի մատակարարից, որովհետև որակի տեսանկյունից վստահ ենք, որ ինքը Եվրոպա կամ Ամերիկա ավելի բարձր որակի արտադրանքը արտահանել, վաճառել է այնտեղ, քան հենց նույն արտադրողից Չինաստանից գնեինք։ Ու ինքը ասում է, գիտես, ասում է, հիմա այդ տենդենսը փոխվել է հստակ, որովհետև կա որակի վերահսկման մեխանիզմներ, բոլորիս հայտնի marketplace-երը եւ թեկուզ ամենահայտնին, որը որ հիմա չինական բոլորս գիտենք Հայաստանում ակտիվ պատվերներ ունի, ասում այն ապրանքը, որը ինքը արտահանում է դուրս, այդ որակի ապրանք ինքը էլ Չինաստանում չի, իրավունք չունի հանձնի, քան այս ավելի բարձր որակի է։ Դրա համար իմ մոտ այդ հարցը ծագեց էլի, իսկ Եվրոպայի տեսանկյունից Եվրոպան հələ որքանով է կարողանում ապահովի այդ որակը, կամ թեկուզ նույն Միացյալ Նահանգների շուկաներին էլ է դա վերաբերում, ուղղակի ձեր փորձառությունը հենց եվրոպական ոնց որ շուկայի հետ էր հետաքրքիր էր, ու այդ հաճախորդի դեպքը, որ ասում եք, օրինակա, որ ուրեմն դեռ կարգավորված է շուկան որակի վերահսկողության տեսանկյունից։ Այո, այս թվում է տեխնիկայի առումով, բայց բացի տեխնիկայից շատ տարբեր տիպի ապրանքներ կան, որ պատվիրում են եւ էլի ես իմ հանդիպած դեպքերից դեղերի առումով, ասենք, երբ որ դեղերը դե ճիշտ է սահմանափակ քանակությամբ դեղեր է թույլատրվում, որպեսզի Եվրոպայից ծանրոցներով բերեն Հայաստան, բայց այն ինչ որ բերում են, կլինի վիտամիններ, կլինի, չգիտեմ, գլխացավի տեղ, տաքություն իջացնող տեղ կամ ուրիշ էլի տեղեր, որոնք որ թույլատրվում են, այդ ամեն ինչն էլ երբ որ ես զրուցեցի տվյալ ծանրոցի տիրոջ հետ, ասեց այս տեղերից Հայաստանում չկա։ Եթե կա էլ մենք չենք հավատում, որ այդ որակը կլինի, այսինքն հա երբ որ երեխան Եվրոպայում է, ծնողը Հայաստանում է եւ ուզում է որ իր ծնողը դեղ խմելուց որակյալ դեղ խմի, որը որ կօգնի իրեն, ինքը փորձում է ուղարկել այդ տեղը։ Եվ եթե փորձում է ուղարկել այդ տեղը, որ մի երեխան կցանկանա իր ծնողի վատ, այսինքն ինքը ցանկանում է, որ իր ծնողը որակյալ դեղը խմի, որպեսզի այդ ցավերը չունենա։ Դա էլ դեղերի առումով ու էլի շատ ապրանքներ։ Հա, կարծում եմ մի քիչ երկրի արտադրանքի տարբերությունից հա կարա ազդեցությունը օրգանիզմի վրա տարբեր լինի, բայց էլի մեծ ակտիվ շուկա է այդ որ ասեցիք ճիշտ է հենց on-line գնումների համար էլ ինքը մեծ ակտիվ շուկա է դեղերը այդ բիոհավելումները վիտամինները մեծ գնումների բանա զամբյուղ է կազմում ու կան բաներ որ իսկապես ուղղակի չկա էլ ոնց որ հայկական համապատասխան չեմ կլինի դեղատներում կամ խանութներում ինքը ուղղակի ոնց որ չկա էլ այստեղ էլի մարդիկ գիտեն դրա մասին պատվիրում են օգտվում են կամ չգիտեմ բժշկի հետ համատեղ ինչ որ բաներով քննարկումներով որոշել են որ կարիք կա նման դեղորայք ընդունել ձեր ասածը այդ ջերմիջեցնող բանն էլ հա այդ ավելի ոնց որ բարձ կիրառվող դեղորայքային ոնց որ միջոցներն են որոնք դե հա կարծում եմ որ հակա տարբերություն որ երկրում էր արտադրվել այստեղ էլ վերցնելուց ես ճիշտ ասած բան եմ տենց ունեմ նախընտրելի նախապատվություն տված այսինքն այստեղ գնում եմ դեղատնից բայց որ երկրի արտադրանքա ունեմ նախապատվություն որ այս երկրի կամ այն երկրի ու նույն դեղամիջոցն է այսքան անվանումը նույնն է ուղղակի արտադրող ոնց որ երկիրն է տարբեր բայց տենց շատ վստահ ոնց որ այդ իմ ներքին հանգստության համար եմ անում շատ վստահել չեմ որ մյուսը չգիտեմ պակաս ընկաներ կաստեր դա վատն է էլի դե հա կա այդ շուկան էլ է մի քիչ բան բարդ բայց այդ ամեն մեկս երևի սովորում ենք մեր ոնց մանևրել այդ մասից օգտվելու համար ադապտացվող հարմարվող ալգենք մենք հարմարվում ենք ամեն ինչին ասացիք ադապտացվող հարմարվող ենք ուրեմն դրա հետ կապված ես մի հատ բան հարցնեմ ընկերությունը հիմա զարգացման այսինքն ինքը ինչ բան ունի պլաններ ունի կամ գծում եք երկար տենց ինչ որ ռազմավարական պլաններ թե ավելի փորձում եք ադապտացվող լինել իրավիճակին ճկուն լինել ոնց որ ինչ շուկայում տեղի կունենա փորձեք դրան ավելի ադապտացված պրոդուկտներ առաջարկեք Շատ լավ տեսեք ես մայիս ամսից եմ միացել Յան լոգիստիկ թիմին որպես գործադիր տնօրեն եւ այդ ռազմավարությունը եւ զարգացման process-ները առաջ տանողը եւ պատասխանատուն այսպես ասած ես եմ
Եվ ռազմավարությունը հետևյալն է, որ ավելի տեղեկատվությունը մեր ֆիրմայի վերաբերյալ ընդլայնվի, ավելի շատ մարդիկ տեղեկացված լինեն, թե Յան լոգիստիկը իրանից ինչ է ներկայացնում եւ ինչ կարող են իրենք ձեռք բերել համագործակցելով Յան լոգիստիկի հետ։ Ռազմավարության մեջ մտնում է, որ մենք առաջնահերթ ցանկանում ենք ավելի ընդլայնել մեր եվրոպական պահեստները, ավելի զարգացնել, ավելի շատ եվրոպական քաղաքներ ընդգրկենք այն ցանկի մեջ, որը որ ծանրոցներ ենք դեպի Հայաստան բերում, թե on-line հարթակում գնումներ են կատարում մեր հայրենակիցները։ Ինչպես նաև ավելի զարգացնենք թե ընտանեկան բիզնեսը, թե ընդհանուր կոմերցիոն ավելի համապարփակ լուծումներ լոգիստիկ մենք կարողանանք մատուցել մեր հայրենակիցներին, որպեսզի ավելի շատ մարդիկ օգտվեն մեր ծառայություններից։ Երևի ադապտացվելով, բայց մենք պետք է առաջ նայենք, առաջ գնանք, զարգանանք, որպեսզի շուկայում ունենանք մեր մնայուն արժեքները եւ փորձենք զարգացնել։ Դա թե մեր հիմնադիր տնօրենի ցանկությունն ու նպատակն է, թե մեր բոլորիս։ Եվ բոլորը մեր թիմում աշխատում են, որպեսզի կարողանանք այդ ամեն ինչը ապահովել եւ եղած, եթե մենք փորձենք ադապտացվել եւ մնանք նույն տեղում, պետք է բավարարվենք մեր եղած հաճախորդներով, բայց մենք ուզում ենք չբավարարվել, այլ ավելի շատացնենք այդ ամեն ինչը։ Ես ավելի շատ ադապտացվել նկատի ունեմ շուկային իրականությանը, տենդենսներին նոր, քան թե ադապտացվել ու լճանալ մնալ նույն տեղում, էլի, այլ զարգացող աշխարհին, այսինքն այսօր շատ արագ տեմպերով ամեն ինչ զարգանում է ու ոնց որ ինչքանով լինես ադապտատիվ, էլի, այդ իրականության մեջ։ Զարգացնում ենք նաև փորձում ենք զարգացնել մեր on-line հարթակը, տեխնոլոգիական ծառայությունները զարգացնենք շատ, որպեսզի ավելի հստակ, ավելի մատչելի լինի բոլորին ծանոթանալ եւ կարողանալ օգտվել մեր մատուցած ծառայություններից, որովհետեւ տարիներ շարունակ աշխատանքը մենք կատարել ենք, որպեսզի մեր մատուցած ծառայություն, այսինքն բեռները, երբ որ Եվրոպայից գալիս են Հայաստան, հասանելի լինի մեր հաճախորդներին, այսինքն իրենք մեր տեխնոլոգիական լուծումներով իրանք կարողանում են հետևել իրենց բեռին, ամբողջ ընթացքը տեսնել, թե իրենց բեռը տվյալ պահին որտեղ է գտնվում եւ երբ է հասնում մաքսատուն եւ երբ է հասնում արդեն օֆիս, որտեղից որ իրենք կարող են մոտենալ, վերցնել կամ մենք տանենք իրենց մոտ։ Այդ բոլորը պետք է մենք փորձենք ավելի զարգացնել, որպեսզի ավելի շատ մարդկանց հասանելի լինի, հատկապես մեր on-line հարթակը, որը որ ելի եմ կրկնում, ցանկացողները կարող են մտնել էջեր, կարող են մոտենալ մեզ, կարող են զանգահարել, հավատացեք ավելի մատչելի գներով, ավելի որակյալ ապրանքներ կարող են ձեռք բերել եվրոպական հայտնի խանութներից, շատ ակցիաներ են լինում, ակցիաներ, որը որ հաստատ այն ակցիաները չեն, ինչ որ մեր երկրում է լինում, որովհետև ընդդեմ ակցիաները շատ։ Դուք կիսվում եք, ձեր էջերում այդ մասով ակտիվ եք։ Պարտադիր ակցիաներով կիսվում ենք, թե որ խանութում տվյալ պահին ինչ ակցիաներ կան, որ մեզ հետևողները, on-line առևտրով զբաղվողները կարողանում են անմիջապես ֆիքսել, պատվերները կատարել եւ արդեն ունենալ այն ապրանքը, որը որ իրանք ուզում են։ Արսեն ջան, ասացիք, որ գործադիր տնօրենի պաշտոնում թիմին միացել եք մայիս ամսին։ Բայց քանի որ հենց այդ հաստիքի վրա եք, այսպես ասած, միացել թիմին, կարծում եմ տարատեսակ պրոցեսներին անմիջապես ներգրավվել եք, այսինքն օպերացիոնից մինչև ոնց որ ասացիք ռազմավարություն, զարգացում եւ այլն։ Հաճախորդների հետ աշխատանքի մասով էի ուզում մի փոքր ձեր փորձառությամբ կիսվեք այս ընթացքում, ինչ փորձառություն ունեք, ընդհանրապես ոնց եք կապը ստեղծում եւ կառուցում հաճախորդների հետ, ոնց եք պահպանում, որպեսզի մշտական հաճախորդների բազա ունենաք եւ
Հաճախորդների տեսանկյունից հասկանալով ձեր product-ը, հասկանում եմ, որ համ ունեք բիզնես հաճախորդներ, այսինքն մարդիկ, ովքեր ընկերության կարիքների համար են պատվեր կատարել եւ օգտվել ձեր ծառայություններից, եւ մարդիկ, ովքեր որպես ֆիզանս, ոնց որ ես օրինակ, չգիտեմ, on-line բան եմ պատվիրել ձեր ասած օրինակ եվրոպական որևէ խանութից։ Ինչքանով է իրանց վարկը տարբերվում, այսինքն ինչքանով որ հաճախորդի հետ է ավելի հեշտ աշխատել, այս մասով մի փոքր կկիսվեք։ Իհարկե, դուք որպես ֆիզանս եւ որպես բիզնեսի ներկայացուցիչ տարբերվում է, կոնկրետ ֆիզիկական անձիկ պարտավոր չեն ինչ-որ մասնագիտական ունակություններ ունենան, գիտելիքներ ունենան, իրենք ուղղակի իրենց ապրանքին են սպասում, որ ապրանքը անվնաս կա հասնի իրենց։ Բիզնեսի տեսանկյունից իրենք ավելի կառուցողական են, ավելի պահանջկոտ են, բայց միևնույն ժամանակ կանխատեսելի են եւ երկուսին էլ մենք փորձում ենք նույնատիպ պատասխանատվությամբ մոտենալ, չգիտեմ, բարձ խոսակցություններով, բարձ լուծումներով, որպեսզի երկուսի հարցնել ավելի շուտ լուծենք եւ ինձ թվում է ստացվում է տենց տարբերությունները դա կարող եմ ասել ասենք երբ հաճախորդը ավելի զգայուն, երբ իր բիզնեսի համար պատվերի հետ է կապված ինչ որ խնդիր առաջացել կամ չգիտեմ ուշացել է եւ այլն, թե ֆիզիկապես ինքն էր օգտվելու այդ դեպքն է։ Տեսեք, երբ որ ֆիզիկական անձի ապրանքն է գալի, հուզականությունը ավելի մեծ է, քանի որ ինքը սպասում է այդ ապրանքին, որ դա նվեր է, դա, չգիտեմ, ծնող ուղարկել է երեխային, երեխան ուղարկել է ծնողին կամ տատիկը թորանն է ուղարկել, սրտատրոփ սպասում են, էմոցիա կա, բնականաբար, իսկ ինչ վերաբերում է բիզնեսի առումով, տեսեք, թեկուզ եթե մեկ օր էլ ուշացնես, հա, տվյալ ապրանքը, բիզնեսը կարող է տուժել, այսինքն տվյալ բիզնեսի ներկայացուցիչը վստահում է տվյալ ֆիրմային, այս դեպքում մեզ, որ մենք մեր ասած ժամկետներում բերենք հասնենք, որպեսզի իր բիզնեսը չտուժի։ Եվ մենք պարտավորված ենք, որ տվյալ ժամանակահատվածում բերենք հասցնենք եւ մենք աշխատում ենք մեծ պատասխանատվությամբ, որպեսզի կարողանանք եւ բավարարենք ֆիզանսերին եւ բիզնեսի ներկայացուցիչներին։ Հաճախորդների արձագանքը հավաքագրող մեխանիզմ ունեք, այսինքն գոհեր, դժգոհեր եւ այլն, շուտ այդ մեխանիզմ ունեք, որը ներսում էական չէ, այսինքն ծրագրային լուծում ունեք այդտեղ, թե ոնց եք ոնց որ իմանում ինչ արձագանք ունեցաք դրականներից մինչեւ բացասական ու ոնց հետո աշխատել եք հաճախորդների հետ, ոնց պահել, ոնց շտկել, եթե կարիքը կա։ Այո, ունենք, իհարկե ունենք, մենք անընդհատ կապի մեջ ենք մեր հաճախորդների հետ եւ պարբերաբար զանգահարում ենք եւ հարցնում ենք իրենց գնահատականը թե մեր հարթակի վերաբերյալ, թե առաքման որակի վերաբերյալ, որպեսզի մեր ծառայությունները ավելի ընթացքում զարգանա, հաշվի առնելով թերությունները շտկվի եւ կարողանանք ավելի լավ որակ ապահովենք մեր հաճախորդների հետ։ Բացի այդ իմ քայլը, երբ որ ես եկա Yan Logistic Team, մնայուն երկու համարներ կային ֆիրմա օֆիսի, որոնք որ անջատել էին հունվար ամսից եւ թազա նոր համար էին, համար ուներ արդեն օֆիսը, ընկերությունը, որ զանգահարում էին։ Ես վերականգնեցի այդ երկու համարները եւ առանձին հեռախոս իմ մոտ պահեց այդ երկու համարներով, որպեսզի եւ մեր հաճախորդները, որոնք տարիներ շարունակ զանգահարել էին այդ համարներով, երբ որ զանգահարեն, ես իրենց ուղղորդեմ տամ համարը մեր նոր եւ որ արդեն իրենք կապ ունենան իմ հետ։ Այսինքն, եթե մենք աշխատում ենք, ասեցի, մեր գրաֆիկը Կիրակի երկուշաբթի Մատենադարանի գրաֆիկի նմանածերը հանգստյան օրենք ունենում, ես միշտ հասանելի եմ։ Այսինքն այդ երկու համարները երբ որ զանգահարում են, այո, ես հասանելի եմ եւ անկախ նրանից այդ օրը մենք աշխատանքային է թե ոչ, ընդմիջման ժամը թե ոչ, ես հասանելի եմ լինում եւ
այդ միջոցով եմ կարողանում մեր հաճախորդների հետ զրուցել, սրտացավ հասկանալ, մոտեցում թե է, ինչ գոհունակություն ունեն, ինչ խնդիրներ կան եւ ինչ բողոքներ ունեն, որպեսզի կարողանանք շտկել այդ ամեն շտկել ու ինչը։ կարգավորել։ Հասկացա, շատ սրտացավ մոտեցում է, շատ այսօր զրույցի ընթացքում այնց մի քանի բան լսեցի, որ շատ հետաքրքիր էր ձեր ընկերության այդ ներքին փիլիսոփայության, շուկային մոտենալու բանի այդ սկզբունքների մեջ ուրախ եմ, որ մենք ունենք գործող շուկայում նման ընկերություններ։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Արսեն ջան, որ այսօր միացաք մեզ, կարծում եմ հետաքրքիր զրույց ունեցանք ոլորտի համ ներկայացուցիչների համար, կարծում եմ հետաքրքիր կլինի հետո մեզ լսեն ու նաև հաճախորդների։ Եվ մաղթում եմ այս ամանորյա թոհուբոհով այս զեռուն շրջանը բարեհաջող պատվով սուրը դնեք պատյանի մեջ, այսպես ասած, բոլորին իրանց առաքանիները հանձնեք, ուշացումներ չլինեն ու տենց բոլորով գոհ գնանք մենք էլ ձեր հետ ամանորը նշելու։ Շնորհակալ եմ, որ միացաք մեզ։ Ես եմ շնորհակալ ձեզանից հրավերի համար եւ էքսպոյի համար եւ այսօրվա մեր հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ ուրախ կլինեմ, որ թե ձեր լսարանը, թե մեր լսարանը, թե մեր Հայաստանում գործող բոլոր կազմակերպությունը, թե մեր ժողովուրդը հետևելով ձեր կազմակերպած այս զրույցներին, բոլոր ֆիրմաների ներկայացուցիչների հետ իրեն պետքականը քաղի եւ ավելի հեշտացնի իր առօրյա կյանքը, որովհետեւ հենց ի սկզբանե երբ որ հիմնվել է մեր ընկերությունը, հենց գաղափարախոսությունը դա է եղել մեր հիմնադիր տնօրեն Գարիկ Ազոյանի մոտ, որ ստեղծել այնպիսի ծառայություն, որ հեշտացնի մեր հայերիս առօրյա կյանքը եւ կապը պահվի Հայաստան Սփյուռք, որպեսզի Եվրոպայի երկրներում ապրող մեր հայրենակիցները ընտանիքներով կապը ամուր մնա Հայաստանում բնակվող հայերի հետ, իրենց բարեկամների հետ եւ վերջո մենք օղակ ենք հանդիսանում Հայաստանի եւ Սփյուռքի համար կամուրջ այսպես ասած, որպեսզի մեր հայրենակիցները ավելի մոտ լինեն իրենց տանը, ավելի մոտ լինեն իրենց ընտանիքներին։ Շնորհակալ եմ շատ Մենք ենք հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Իսկ դուք շնորհակալություն, որ միացաք մեզ, դիտեցիք մինչև վերջ էպիզոդը, կհանդիպենք հաջորդ էպիզոդին։